Սիրելի հայրենակիցներ, հայկական բանակը բոլոր ժամանակներում եղել է մեր ժողովրդի ամենամեծ հպարտություններից մեկը։ Այն կազմավորվել է Արցախյան պատերազմի ամենաակտիվ գործողությունների ընթացքում և նրա զարգացումը տեղի ունեցել մեր աչքի առջև, մեր հասարակության նվիրական ջանքերով, մեր ժողովրդի լավագույն զավակների կյանքի գնով։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանը մեծ աղետ է եղել մեր պետության և ժողովրդի համար ընդհանրապես, բայց դրանից հատկապես և ամենաշատը բոլոր առումներով տուժել է հայկական բանակը։ Հայկական բանակի ամենամեծ, անդառնալի և անվերականգնելի կորուստը դա մեր թանկ զինծառայողներն էին, նրանց կյանքն էր, որոնք նրան տվեցին հայրենիքի պաշտպանության, Արցախի պաշտպանության համար, և Նիկոլ Փաշինյանը հիմա անարգում է նրանց բարի հիշատակը, նրանց զոհողության վայրը թշնամական տարածք անվանելով, փորձելով մոռացության տալ նրանց հիշատակը, անգամ դպրոցներից հեռացնելով նրանց հիշատակը հավերժացնող փառքի անկյունները։ Մեր զոհված զինծառայողների թվում էին նաև մեծ թվով սպաներ, գեներալներ, որոնք իրենց մասնագիտական կրթությունն էին ստացել Հայաստանի և արտերկրի տարբեր ռազմական ուսումնական հաստատություններում, որոնցից յուրաքանչյուրի մասնագիտական պատրաստման և կայացման համար ծախսվել էր տևական ժամանակ, միջոցներ և ջանքեր։ Այդ կորուստը վերականգնել հնարավոր չէ մարդկային առումով, բայց նյութական և կազմակերպական առումով պահանջում է մեծ ջանքեր։ Հայկական բանակը ծանր կորուստներ է կրել նաև նյութական առումով։ Միայն Արցախի պաշտպանության բանակի նյութական կորուստը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո գնահատվում է մինչև $6 միլիարդ։ Դրանք հսկայական զենքեր էին, սպառազինություններ, տեխնիկական միջոցներ, որոնք ձեռք էին բերվել մեր ժողովրդի միջոցների հաշվին, և դրանց մի մասը նույնիսկ պատրաստի առանց շահագործման ամբողջությամբ նոր հանձնվել է թշնամուն և դարձել է հայկական ռազմավարի պուրակ Բաքվի կենտրոնում։ Մեր բանակի մեծագույն կորուստներից մեկն էր նաև բարոյահոգեբանական ոգու կործանումը։ Շարունակական պատերազմները, այդ պատերազմներում պարտությունները, պարտություններին հաջորդող կապիտուլյացիաները ընկճել են մեր ժողովրդի, մեր զինվորի, մեր սպաների ոգին։ Դրան ավելացել են նաև անհաշվելի քրեական գործերը, որոնք հարուցվել են և պատերազմական հանգամանքներով, և պատերազմից դուրս խաղաղ պայմաններում զինծառայողների, սպաների նկատմամբ։ Հայկական բանակում գրեթե չկան հիմա սպաներ, որոնք այս կամ այն քրեական գործում չունենան դատավարական կարգավիճակ։ Մեր զինվորներին և սպաներին գնահատելու, արժևորելու փոխարեն հիմա արդեն նոր խոսույթ է ձևավորվում, թե մեղադրում են նրանց, թե ինչի նրանք չեն զոհվել պատերազմներում։ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանը սկզբունքորեն այլ վերաբերմունք ունի բանակի նկատմամբ։ Մեր բանակը պետք է վերականգնի իր փառքը, համբավը։ Դա պետք է լինի հասարակության վերաբերմունքը բանակի հանդեպ վերստին վերաիմաստավորելով և վերարժևորելով։ Զինվորական ծառայողները պետք է լինեն մեր հասարակության ամենագնահատված և հարգված անդամները բոլոր առումներով։ Պատահական չի, որ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի ծրագրերում են ժամկետային զինվորական ծառայողների ծառայության պայմանների վերանայում, այսինքն մեր զինծառայողները պետք է ծառայեն հրաշալի պայմաններում, զինվորական կացարաններում, ամենակարևորը՝ անվտանգ պայմաններում։ Երկրի պաշտպանության համակարգը և անվտանգության համակարգը կառուցվելու է այնպես, որ պաշտպանությունը կազմակերպվի մարդկանց նվազագույն ներգրավվածության արդյունքով, խելացի սահմանի, ժամանակակից տեխնիկայի, նոր տիպի սպառազինությունների կիրառման արդյունքում, որը նվազագույնի պետք է հասցնի զինվորի ներգրավվածությունը այն վտանգավոր գործողություններին, որը կարող է խլել նրա կյանքը։ Զինվորի կյանքը, հայ մարդու կյանքը ամենաթանկն է լինելու մեզ համար։ Բայց զինվորական ծառայության մեջ գտնվողը պետք է նաև ունենա բավարար սոցիալական երաշխիքներ։ Մասնավորապես ժամկետային զինվորական ծառայողների համար նախատեսվում է ամսական 40,000 դրամի ամսավճարով նրանց ծառայության փոխհատուցում, ընդ որում գումարները կհատկացվեն ոչ թե նրանց զինվորական ծառայության ընթացքում, որպեսզի այն չվերածվի
դրամական տարբեր փոխհարաբերությունների բանակի ներսում, այլ կուտակված այլ միջոցները, որը կփոխանցվի ընտանիքին, զինծառայողները կստանան զինվորական ծառայությունը ավարտելուց հետո։ Նրանք ծառայությունից կվերադառնան ոչ միայն բավարար դրամական միջոցներով, այլև հետագայում անվճար կրթություն ստանալու հնարավորություններով։ Հնարավորություն ունենալով դրանից հետո նաև աշխատել այն 300,000 նոր ստեղծվող աշխատատեղերում, որը կապահովի նրանց կյանքի որակը։ Ժամկետային և պայմանագրային զինծառայողների համար տարեկան 1000 բնակարան 50% զերծ գներով, իսկ այն զինվորականները, ովքեր նաև բազմազավակ ընտանիքի հայրեր են, 4-րդ երեխայի դեպքում նրանք կստանան նաև 2 միլիոն դրամ, 5-րդ երեխայի դեպքում նաև անվճար բնակարան։ Զինծառայողները գնահատված կլինեն բոլոր առումներով։ Քննարկման առարկա կարող է լինել նաև զինվորական ծառայության ժամկետը լրացուցիչ կրճատելու հնարավորությունները, այսինքն բուն զինվորական ծառայությունը և զինվորական ծառայության նախապատրաստության ժամկետները դրանք կլինեն տարբեր։ Նախապատրաստություն անցած զինծառայողները կարող են ավելի կարճ ժամկետով ծառայել զինված ուժերում, առանց վնասելու բանակի մարտունակությանը։ Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, սիրելի զինծառայողներ, վստահեցնում ենք ձեզ, որ 3-րդ համարի քվեաթերթիկը ընտրելու և Սամվել Կարապետյանին վարչապետ դառնալու հնարավորություն ստեղծելու պարագայում բացառիկ հնարավորություններ են ստեղծվելու մեր զինծառայողների, ժամկետային զինծառայողներից սկսած մինչև սպաների և գեներալների համար։ Դրա համար պետք է ունենալ ուժեղ Հայաստան։ Ուժեղ Հայաստանը մոտ է, ուժեղ Հայաստանին դուք կարող եք ձեզ ինքներդ մոտեցնել, ընտրելով 3-րդ համարի քվեաթերթիկը։ Լավ եղեք։